Կազախական ծագման ցորենով բեռնված վագոնները դուրս են եկել Ադրբեջանի Բալաջարի երկաթուղային կայարանից եւ Վրաստանի տարածքով ուղևորվել Հայաստան։ Նշվում է, որ Ղազախստանից Հայաստանի համար նախատեսված շուրջ 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն Ադրբեջան էին հասել նոյեմբերի 5-ին։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ քրեական աշխարհում բարձր կարգավիճակ ունեցող անձը ղեկավարելով քրեական ենթամշակույթ գրող խմբավորում Հայաստանի քաղաքացի ՀՄ-ից պահանջել է 250,000 ԱՄՆ որպես անօրինական օգուտ։ ՀՄ-ի քույրը խնդիրը փոխանցել է նույնպիսի կարգավիճակ ունեցող ՍՀԻ-ին, ով համաձայնության է եկել գումարը նվազեցնել մինչև $66,000։ Գումարը տուժողը փոխանցել է ԳՄ-ին նախաքննությամբ ԳՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական ենթամշակույթ գրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու համար, իսկ ՍՀԻ-ի նկատմամբ քրեական աստիճանակարգություն պահպանելու համար։ ԳՄ-ն ձերբակալվել է, ՍՀԻ-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում, նախաքննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի նախկին ղեկավարի եւ եւս 6 անձի նկատմամբ նախաքննությունը։ Պարզվել է, որ համայնքի ղեկավարը խախտելով օրենքով սահմանված կարգը 2019 թվականի մայիսի 6-ին ձևական աճուրդ է կազմակերպել եւ համայնքին պատկանող շուրջ 10 միլիոն դրամ արժողությամբ 1.11 հեկտար հողատարածքը ապօրինի ձևով օտարել է իր որդուն։ Հողի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է կադաստրում, իսկ իրականում աճուրդը եղել է ձևական հանձնաժողովի 5 անդամների մասնակցությամբ։ Նախկին ղեկավարին մեղադրանք առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, որդուն փաստաթղթեր կեղծելու համար, իսկ հանձնաժողովի անդամներին օժանդակության համար։ Նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են դատախազին դատարան ուղարկելու նպատակով։ Նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգները փորձարկել է արտիականացված AGM-30G մինիթմն 3-րդ միջմերձամաքային բալիստիկ հրթիռը Կալիֆոռնիայի առափնյա Վանդենբերգ ռազմաբազայից։ Այնտեղի ունեցել միջուկային փորձարկումների որոշ տեսակների վերսկսման մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգից անմիջապես հետո աշխուժացնելով ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ միջուկային զսպման դերի մասին բանավեճը։ Սակայն պաշտոնյաները պնդել են, որ փորձարկումը պլանավորված էր եւ չի ներառել մարտագլխիկի պայթեցում։ Երաստիճան պինդ վառելիքով մինուտմին 3-րդ հրթիռի նոր տարբերակն ունի 10,000 կիլոմետր հեռահարություն եւ կարող է հասնել իր թիրախներին ընդամենը տասնյակ րոպեների ընթացքում։